В общем, պալատկով մնալու տեղ չճարվեց Հունաստանում, так что հիմա իջնում եմ ծով, ուղղակի մի հատ ծովում չոփ-չոփ անեմ։ Օր 9-րդ, որ ես այս BMW-ով գնում եմ Եվրոպա, ու ես արդեն Եվրոպայում եմ, Հունաստանում, Կավալա քաղաքում, ու հեսա շարժվում եմ ստեղից, բայց ես էլ տեղ չունեմ մնալու, որովհետև ոչ մի բան չեմ վերցրել, գնում եմ այս տարածքում քեմպինգ մանգամ, որովհետև ես մնալու եմ պալատկով։ Ես ինձ հետ բերել եմ ամեն ինչ՝ պալատկա, քնապարկեր, աթոռներ, սրա տակ կա սեղան։ Գնում ենք մանգանք, որովհետև չեմ կարացել բուկինգ անեմ, պետքա գտնեմ։ Զեծ, սրա տակով էլ անցանք։ Գոյություն ունի վայրի քեմպինգ, վայրի քեմպինգ ու քեմպսայթեր, որոնք որ նախատեսված են հատուկ քեմպինգի համար, վճարով իրազենք այնտեղ կենտրոնացված տեղ կա, որտեղ կա դուշ, զուգարան եւ այլն, դրանք շատ ավելի հարմար են։ Վայրի քեմպինգը մի քիչ ավելի բան է, էլի, այսպես անհարմար։ Հատ քեմպինգի տեղ չարե, որի ճանապարհը այսպես պատանիչեսկի սադ ոնց որ լինի, հələ։ Գնում ենք դեպի ծովափ։ Կայֆ, ուժեղ տեղ է։ Որտեղ էի ուզում պալատկով քեմպինգ անեի, բայց ազատ տեղ չունեն, լստե նայեք։ Մի խոսքով, քանի որ չստացվեց պալատկով մնալ, որովհետև նախապես տեղ չէի վերցրել ու սաղ քեմպինգ գրաունդներում զբաղված էր, գտա մի հատ սիրունագույն ապ, այսենց լստե լողացա։ Ինչա, ստե նստես քո համար ու վայել ես։ Ու հիմա գնում եմ ուղղակի Դեսալոնիկի 3 օր մնամ։ Ծով, արև, Զագար։ Հիմա մնաց ընդհանրապես 18 կիլոմետր մինչև Airbnb-ին, 17 կիլոմետր, 17 րոպե։ Դեսալոնիկի։ Так, Airbnb կոդը 8076, ասենք ինչ տուն է խոսքի դզեց։ Լավ էլ էժան գնով կպավ էլի։